Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լուրերի թողարկումն է շարունակում։ Այսօրվա ծրագրում դիտեք։ Մեկ ամսվա ծառայությունը 24 միլիոն դրամ։ Իշխանական падգամավորը 2 տարվա ծառայությունը գումարի դիմաց կրճատելու նախագիծ է հեղինակել։ Փաշինյանի կառավարությունը համաձայն է։ Տղամարդը պետք է ծառայի։ Բանակը բիզնեսի հետ պիտի բան չանի, բանակը ուրիշ բան է, էլի։ Մենք ցանկանում ենք կանխել դա, ԱՄՆ պետքարտուղարը ադրբեջանական նոր ներխուժման վտանգ է տեսնում։ Հայաստանի տարածքում արևմտյան Ադրբեջան չկա, Երևանը հակադարձել է Ալիևին, որը պահանջել է հստակեցնել, երբ եւ ինչ պայմաններով են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախնիների հայրենիք։ Սերժ Սարգսյանը չի բացառում, որ Փաշինյանի թիմակիցները կմիանան իմպիչմենթի գործընթացին։ Ընդդիմադիր ամենամեծ Հայաստան խմբակցությունը կասկածներ ունի, որ այս պահին կհաջողեն։ Եթե դու գնում ես մի բանի, չես տեսնում ռիսկերը, դատապարտված ես լինելու, չիրականացնելու քո ծրագիրը։ Եվրաինտեգրում առանց Փաշինյանի կառավարության, Եվրամիությանն անդամակցելուն կողմ ուժից դժգոհ են պաշտոնյաների հայտարարությունից, թե օրակարգում ԵՏՄ-ից դուրս գալու հարց չկա։ Իրենք սառեցնում են ԵՄ մտնելը։ Երկրորդ օրն է դրոնները գրոհում են Մոսկվայի վրա, օդանավակայանները փակվել են։ Վճարիր 24 միլիոն և բանակում ծառայիր ընդամենը 1 ամիս։ Իշխանական քաղաքացիական պայմանագրի падգամավոր Հայկ Սարգսյանը նախագիծ է հեղինակել, ինչպես բավականին կլորիկ գումարի դիմաց պարտադիր զինվորական երկամյա ծառայությունը կրճատել մինչև 1 ամիս կամ 4 ամիս։ Իդեպ դեռ 2 օր առաջ ազգային ժողովի հանձնաժողովում ցավով խոսում էին, որ պարտադիր ծառայությունից վարժական հավաքներից խուսափելու դեպքերն ավելացել են, որպես կանխարգելիչ քայլ ազատազրկման ժամկետն ավելացնելն ընտրեցին։ Երբ հենց երկրի ղեկավարն է ասել, Հայաստանում զորակոչի ենթակա երիտասարդների կեսից քիչն է զորակոչվում, պատերազմի վտանգը չհաղթահարած երկրում, այս նախագիծը կամրապնդի բանակի հիմքերը, բանակի բարեփոխումների հիմք կստեղծի, թե հակառակը։ Կառավարությունն այսօր որոշ փոփոխություններով հավանություն տվեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, որով առաջարկվում է միլիոններ վճարել եւ բանակում ծառայել ոչ թե 2 տարի, այլ ավելի քիչ, 1 կամ 4 ամիս։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց падգամավորի առաջարկած 15 եւ 20 միլիոնի փոխարեն իրենք առաջարկում են 18 եւ 24 միլիոն վճարել եւ կրճատել 2 տարվա ծառայությունը։ Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Ընդ որում կառավարությունը յուրաքանչյուր զորակոչից առաջ կսահմանի նաեւ թե քանի հոգի կարող է օգտվել նման հնարավորությունից։ Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն, կառավարությունը այդ զորակոչին նման որոշում չի ընդունի։ Այսինքն մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերը ու շրջանառվող մտահոգությունները ամբողջությամբ փարատվում են։ Զինվորական ծառայության առավելագույն տարիքը ըստ նախագծի 27-ից կդառնա 32 տարեկան, իսկ մինչև 16 տարեկան տղաները պետությանը մեխանիկորեն 15 միլիոն դրամի պարտք կունենան, որը կզրոյացվի, երբ նրանք կհաշվառվեն զինծառայության համար կամ կվճարեն այդ գումարն ու կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից։ Պաշտպանության նախարարն ասում է, տեղյակ են, որ զինծառայությունից գումարով խուսափողներ կան եւ կարծում են, այս կարգավորումներով գումարները կգնան ոչ թե ինչ-որ մարդկանց գրպանը, այլ պետական բյուջե, որով էլ կվճարվեն այն զինծառայողները, որ կմասնակցեն պաշտպան հայրենյաց ծրագրին, 5 տարով պայմանագիր կկնքեն նախարարության հետ եւ ծառայության ավարտին կստանան 5 միլիոն դրամ։ Դրա միջոցով մենք կարողանանք 5 տարի շարունակ 2 պայմանագրային զինծառայողի եւ աշխատավարձ վճարել եւ նաեւ վճարել այն 5 միլիոն դրամ պարգևավճար, որը ստանձնել է կառավարությունը։ Միայն մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր, որ փորձեց հասկանալ, այս տարբերակումն արդյոք չի խորացնի բանակում առանց այն էլ խնդրահարույց վիճակը ոչ կանոնադրական հարաբերությունների առումով։ Ըստ էության զինծառայողների միջև տարբերակում է փաստացի իրականացվում, արդյոք հնարավոր է լինելու կոնկրետ երաշխիքներ ապահովել, որպեսզի մենք չունենանք դրա հիման վրա ավելի խորացող ոչ կանոնադրային հարաբերություններ։ Անկեղծորեն գուցե հարցի էությունը լավ չեմ հասկանում, բայց ես այստեղ նմանատիպ խնդիր չեմ տեսնում։ Իրականությունը նաև նրա մասին է, որ շատ երիտասարդներ, ովքեր հնարավորություն են ունենալու օգտվել
այս ծրագրից, եթե մենք ընձեռենք այդ հնարավորությունը, իրենք հանդիսանում են մեր ծառայության մեջ հիմնականում կանոնադրային հարաբերությունները խախտողներ։ Պիտի մտնենք խնդիրների խորքի մեջ։ Հայաստան խմբակցությունից Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գեգամ Մանուկյանն ասում է, եթե նախագիծը իշխանությունն ընդունի, իրենք կքննարկեն սահմանադրական դատարան դիմելու հարցը։ Նախագիծն ասում է իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում։ Այն ինչ որ կատարվեց կառավարության նիստում, մեկ բառով է հայրենիքը հանել են աճուրդի, հայրենիքի նկատմամբ պարտականությունը հանել են աճուրդի եւ իրականում Հայաստանի Հանրապետության սահմանադրության հակասող նախաձեռնությունը։ Երկրորդ այս քննարկումների մոտ իհարկե պաշտպանության նախարարությունը կհասկանան ինչ փոխվեց պաշտպանության նախարարության մոտեցումների մեջ, որ այս գաղափարը 2019 թվականին իրենց իշխանության ժամանակ պաշտպանության նախարարությունը դեմ արտահայտվեց, հիմա պաշտպանության նախարարությունը ոչ գին է բարձրացրել։ Եվս մեկ սոցիալական վտանգ է։ Մարդկանց մղելու են բանակ ծառայելու համար գույք գրավադնել, վարկեր վերցնել, պարտքերի մեջ թաղվել բանկային համակարգի ձեռքում։ Պատիվ ունեմ խմբակցությունից Պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը իշխանական պատգամավորի այս նախաձեռնությունը նախընտրական գործընթացի մաս է համարում եւ կարծում է, սա նոր հարված է Հայաստանի անվտանգության համակարգին ու նաեւ համընկնում է Ադրբեջանի առաջ մղած Հայաստանի ապառազմականացման նախապայմանին։ Կարծում իշխանությունը նաեւ որոշակիորեն ելնում է 2026-ի ընտրական նաև տրամաբանությունից եւ իր իշխանական ձգտումները կամ իշխանության վերարտադրման թեման ցակում է գերակա անվտանգային թեմաների նկատմամբ։ Սա ինչի եմ ասում, որովհետեւ անխոս բավականին ծանր հարված է հասնելու զինված ուժերին, ծանր հարված է հասնելու մեր հասարակական հարաբերություններին եւ առհասարակ սա լուծում չէ, սա պարզապես արերևույթ կոռուպցիոն դրսևորումները օրինականացնելու նախագիծ է։ Նախագիծն առաջիկայում կքննարկվի ազգային ժողովում։ Զրույցի եմ հրավիրել բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին։ Բարի երեկո Տիկին Ալեքսանյան, շնորհակալ եմ, որ չմերժեցիք իմ հրավերը։ Տիկին Ալեքսանյան, չնայած ազգային ժողովի մասնագետների մտահոգություններին, որ նախագիծը սահմանադրության հետ հակասություններ ունի, կառավարությունը այնուհանդերձ հավանություն տվեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին 24 միլիոն վճարում ես, բանակում 1 ամիս ես ծառայում։ Չի ստացվում, Տիկին Ալեքսանյան, որ այս փոփոխությունը ձեռնտու է միայն ունևորներին, իսկ բանակը անապահովների տեղն է։ Այդ անհավասարությունը, որը կար բանակում, մինչև այդ էլ առկա էր, սոցիալական անհավասարությունը, հիմա փաստորեն թողնում են միայն ինչ ասեմ, խեղճ ու կրակ խավի վրա, սոցիալապես անապահով խավի վրա։ Ով պետք է ծառայի այդ զինվորների տեղը, ովքեր որ ազատվում են, ասենք այդ ովքեր որ հնարավորություն ունեն ազատվելու, ով է պաշտպանելու ընդհանրապես մեր երկիրը։ Իսկ դու գիտեք ում են զորակոչում բանակ հիմա։ Նրանք եթե ազատում են արդեն այդ մեծ գումարներով, բանակում ծառայում են մտավոր հետամնացներ, մենք ահազանգ ունենք առնվազն 3-ից եւ մեկը որոնցից այնպիսի պահվածք է ունեցել զորամասում, որ հրամանատարը ինքը ուղարկել է նրան հոսպիտալ եւ հետո իմ եւ օմբուդսմենի գրասենյակի ջանքերով պարզվեց, որ այդ տղան ուղղակի adekvat չի կարող բանակում ծառայել, բայց դա մեկ դեպքն եմ ես ձեզ ասում։ Բայց Տիկին Ալեքսանյան, թերևս ընդհանրացնելը այստեղ տեղին չէ, որովհետև երևի բոլոր դեպքերում այդպես չէ, դրանք եզակի դեպքեր են։ Ես ասում եմ առնվազն 3 դեպքի մասին, ձեզ կոնկրետ եմ ես դա ասում։ Դա քիչ չեն այդ դեպքերը, որը ինձ է հասել։ Բազմաթիվ դեպքեր կարող են այդպիսի լինել, բայց ընդհանրապես փողը դարձնել կուլտ եւ ամեն ինչից փող պոկել, փող սարքել, սա այս կառավարության դիրքորոշումն է։ Սա է։ Փոխանակ մտածեն, ինչպես բարեփոխեն բանակում վիճակը, որ մարդիկ սիրով գնան ծառայելու, նրանք մտածում են, թե ինչից կարող են փող աշխատել, փող կորզել, ասենք, այն էլ որտեղից երկրի անվտանգության երաշխավորից, բանակից, հասկանում եք,
Եթե թեկուզ մեկ զինվոր է այդ վիճակում ծառայում, եւ այո, նրանք գիտեք, որ ընդլայնել են հիվանդներին բանակ զորակ կոչելու ցանկը եւ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ կալյասկայով էլ պիտի ծառայեն, հասկանում եք, ասենք, մարդ, որը չի ծառայել բանակում, եւ բայց այստեղ ամենակարևորը նա է, որ իրենք թքած ունեն մարդը լավ վիճակում կծառայի, վատ վիճակում կծառայի, բացարձակապես միայն դա ենք տեսել այս 8 տարիների, 7 տարիների ընթացքում։ Որևէ մեկի մասին, ասիկա հանգիստ բանակ են ուղարկում հիվանդներին, առանց նրանց հարցերը կարգավորելու, լուծելու, երբ որ դեպքեր են լինում բանակում։ Հասկանում եք ինչն է ամենաողբերգականը, որ մարդը, զինվորը նրանց չի հետաքրքրում։ Եվ պարզ է, նրանք ըստ էության օրինականացնում են կաշառքը։ Եթե կային մարդիկ, որոնք հնարավորություն ունեին փողով ազատվելու, այսպես դարձնում են ավելի այն ժամանակ կաշառքով էին ազատվում, հիմա այսպես են ազատվում։ Տիկին Ալեքսանյան, ես փորփրեցի արխիվը, Հայկ Սարգսյանը դեռ 2019-ից ուներ այս գաղափարը, այն ժամանակ առաջարկում էր 10 միլիոն դրամի դիմաց բանակում 1 ամիս ծառայել, 6 տարի առաջ Պաշտպանության նախարարությունը դեմ դուրս եկավ այս նախագծին, ընդ որում հենց սահմանադրությանը համապատասխան ձևակերպումն էին բերում, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի պաշտպանությանը։ Հենց պատգամավորը այն ժամանակ հանեց օրինագիծը շրջանառությունից, հիմա Պաշտպանության նախարարությունը ձեր կարծիքով ինչու է կողմ դեռ մի բան էլ գումարի շեմն ավելացնելու առաջարկ արեց։ Դա ակնհայտ է, որ փողն է կարևոր եւ շատ փող է պետք։ Սա է, մենք տեսնում ենք այդ քաղաքականությունը, ինչ հարկեր, վարկեր, չգիտեմ, ինչ տուգանքներ են դրել այս հանրության վրա, ասենք ոնց պետք է ապրեն, ինչ պետք է, էսա փողը նրանց համար, ես էլի եմ կրկնում, դա կուլտ է եւ ուրիշ ոչինչ։ Դեռ չգիտեմ, գուցե մենք նաեւ տեսնում ենք, որ թափանցիկության իսպար բացակայություն է։ Մենք կարող ենք տեղեկանալ, ովքեր են ազատվել, ովքեր են վճարել, ինչ է տեղի, ինչ վիճակ է տիրում բանակում։ Բանակում մահվան դեպքեր են, բանակում խոշտանգումներ են, բանակում բռնություններ են։ Ինչ են անում այս անպատժելի մթնոլորտը բանակի ներսում փոխելու համար։ Ոչինչ չեն արել, պատկերացնում եք, այսինքն բանակը իրենք չի հետաքրքրում, ես սա եմ տեսնում։ Իրենց համար կարևորը այդ փողն է, այդ միլիոնները, որոնք նրանք պետք է վերցնեն այդ մարդկանցից։ Երևի արդեն ունեն իրենց կլիենտուրան, դրա համար հանգիստ սա օրինագիծ են ներկայացնում։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, Տիկին Ալեքսանյան, հիշեցնեմ Ժաննա Ալեքսանյանի հետ էի խոսում, իրավապաշտպան, որը տարիներ շարունակ զբաղվում է բանակի խնդիրներով։ Փաշինյանի իշխանության 7 տարիներին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու երրորդ փորձն է։ Առաջին երկուսը կյանքի չկոչվեցին, այս մեկն ինչ ճակատագիր կունենա դեռ հայտնի չէ, ինքը պատգամավորը կարծում է խորհրդարանում, որտեղ մեծամասնություն ունի քաղաքացիական պայմանագիրը, նախագիծը կընդունվի։ Արդյոք հասարակության բավականին բուռն արձագանքը իշխանականները հաշվի չեն առնի, մեր այսօրվա փոքրիկ հարցումը ցույց է տվել, մարդիկ դժգոհ են, խտրականություն են տեսնում։ 24 միլիոն դրամ վճարելուն եւ 1 ամիս ծառայելուն ինչպես եք վերաբերվում։ Այս նախաձեռնությունը ձեր կարծիքով ինչ հետևանք կունենա բանակի համար, որ առաջարկվում է հիմա վճարել ինչ-որ մի քանի տասնյակ միլիոն եւ ծառայել 1 ամիս կամ 4 ամիս։ Սխալ է, չեմ ընդունում ես։ Ուրիշ կարծիք չեմ կարող ասել։ Ինչու է սխալ, ինչ հետևանք կունենա։ Դե հետևանքը պետք է կորցնի արդեն Հայաստանը իր ինքնությունը։ Հետևանքը դա է։ Տղամարդը պետք է ծառայի։ Այդ գումարով ինքը կարող դասամանցի բերի ծառայի բանակում։ Չի կարող։ Նրանց աշխատավարձը շատ բարձր է։ Տղամարդը պետք է ծառայի։ Անարդարությունը ստեղծվում։ Դա պարտականություն է, հայ տղամարդու պարտականությունն է պաշտպանել, ոնց որ բոլոր երկրներում են գնում տղամարդիկ պաշտպանում, խտրականություն չկա։ Բանակը բիզնեսի բան չանի, բանակը ուրիշ բան է, էլի։ Կարծում եք սխալ են անում։ Ես ճիշտ սխալ բառերը չեմ սիրում, էլի, ես կարծում եմ հետևյալ բանը, բանակի ծառայությունը դա սրբություն է։ Եվ եթե ուզում եք իմանալ, բանակում ծառայելը մեծ պատիվ պիտի համարի յուրաքանչյուր տղամարդ իր համար, որ գնում է հայրենիքի պաշտպանությանը մասնակցում է։
Դրական։ Ինչու՞։ Դե եթե ուզում են տան, թող տան, ինչ անեմ։ Բայց ինչի համար։ Ով հացը խելքս հացից հետ չեմ կերել կամ փողոցել։ Շատ վատ։ Ինչու՞։ Որովհետև հնարավորություն ով ունի այդպես փող վճարի։ Բայց ընդհանուր եթե օրինակ ունենային լավ կլիներ։ Չէ։ Որովհետև արդեն անցել է դա, պետք է նոր օրենքներ ընդունեն։ Հիմա թող իրանք գնան ծառայեն, հետո նոր ուրիշները։ Չէ, ինձ թվում է։ Ինչու՞։ Դե եթե ամեն մեկը փող ունենա վճարի, երկիրը բավ պահի։ Մինչ Հայաստանում բուռն քննարկում են պատկառելու գումարով բանակում կարճաժամկետ ծառայելու իշխանական նախաձեռնությունը, գերտերություն Միացյալ Նահանգներից հայ-ադրբեջանական նոր հակամարտության վտանգ են տեսնում։ Ինչ հայտարարություն է սա զսպող ուղերձ Ադրբեջանին ու արդյոք Թրամփը, որը 2020-ի պատերազմի շրջանում էր իշխանության, այս անգամ ջանքեր կգործադրի վտանգը չեզոքացնելու համար։ Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական հակամարտության լուրջ վտանգ է տեսնում եւ ակտիվ ներգրավված է կանխելու ռազմական բախումը։ Երեկ հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Վաշինգտոնի արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանում էր կոնգրեսականների հարցերին, որոնք ասում էին, թե Հայաստանը սպասում է Միացյալ Նահանգների օգնությանը։ Հետաքրքրվում էին, արդյոք նախագահ Թրամփի վարչակազմը մտադիր է շրջանցել 907-րդ հոդվածը, որն արգելում է Բաքվին ամերիկյան ռազմական աջակցություն տրամադրել։ Մենք դեռ որոշում չենք կայացրել այդ հարցի վերաբերյալ, քանի որ այժմ մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է, որ նրանք համաձայնեն խաղաղության պայմանագրին, որը չի հանգեցնի հարևան երկիր Հայաստան ներխուժմանը։ Մենք ցանկանում ենք կանխել դա։ Նախագահը խիստ հավատարիմ է պատերազմները կանխելու իր խոսքին, եւ մենք փորձել ենք երկու կողմերին, հատկապես Ադրբեջանին, ներկայացնել այն հսկայական օգուտները, որոնք կարող են բխել խաղաղության պայմանագրի ստորագրելուց եւ պատերազմի մեջ չներքաշվելուց, ինչը մենք համարում ենք կործանարար։ Դա վերջին բանն է, որ այժմ անհրաժեշտ է տարածաշրջանում։ Իշխող քաղաքացիական պայմանագրի փոխնախագահ Գևորգ Պապոյանը արտասովոր բան չի տեսնում Միացյալ Նահանգների պետքարտուղարի այս հայտարարության մեջ, հիշեցնելով, որ Երևանն էլ է բարձրաձայնում էսկալացիայի վտանգի մասին։ Քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բոլոր տեսակի ռիսկերը իրենք ինչ որ չափով առկա են։ Իսկ ինչի է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն գնով չէ, մեր ինքնիշխանության եւ մեր կարմիր գծերը ասել ենք, հա, եւ այդ շրջանակում մենք ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի կնքենք խաղաղության պայմանագիր, որպեսզի նոր էսկալացիա չլինի, նոր պատերազմ չլինի, նոր զոհեր չունենանք։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նկատում է, որ ռազմական հնարավոր էսկալացիայի մասին հայտարարող պետքարտուղարը հիմա միաժամանակ նաև Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականն է, այսինքն Թրամփից հետո թերևս ամենատեղեկացված պաշտոնյան, որին հասանելի են հետախուզական հատուկ ծառայությունների զեկույցները։ Իհարկե, նման հայտարարությունները պատահական չեն լինում, միգուցե որոշ պլանների մասին է տեղյակ Միացյալ Նահանգները եւ իհարկե այսպիսի ձևով այս լսումների ժամանակ նման գնահատականներ տալով նաեւ ինչ որ առումով կշտամբելով Ադրբեջանին, որ ժողովրդավարական չէ, որ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան, որ ավտորիտարիզմ է եւ այլն, այսինքն այս ամեն ինչը պետք է դիտարկել մեր ամբողջության մեջ եւ հասկանալ, որ այո, սա կարելի է դիտարկել որպես մեսիջ։ Մարկո Ռուբիոյին կոնգրեսականները հիշեցնում էին նաև Բաքվում պահվող հայ գերիների մասին, ցեղասպանություն որակում Լեռնային Ղարաբաղի հայաթափումը, ասում, որ բռնապետ Ալիևը քաղաքական ընդդիմախոսներին բանտեր է ուղարկում։ Պետքարտուղարը չէր հակադարձում, բայց արձագանքում էր դիվանագիտական լեզվով։ Միգուցե մենք համաձայն չլինենք իշխանության գործող համակարգի հետ, գուցե ցանկանայինք, որ այն այլ լիներ, բայց իրականությունն այն է, որ հաճախ ստիպված են գործ ունենալ երկրների հետ, որոնց կառավարման մոդելները կարող են հեռու լինել իդեալականից, բայց մենք պետք է խոսենք նրանց հետ, ելնելով մեր ազգային շահերից, հավասարակշռենք բոլոր չափանիշները, առանց զիջելու, միաժամանակ պետք է հնարավորություններ գտնենք առաջ մղելու մարդու իրավունքները։ Ադրբեջանը մեզ ընձեռում է նման հնարավորություն ավելի լայն խաղաղության համատեքստում, որին մենք փորձում ենք հասնել։ Արդյոք սակայն Թրամփի վարչակազմը, որի օրոք սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, այս անգամ կկանխի Ադրբեջանի հարձակումը։ Նախընտրական շրջանում նա աջակցություն էր հայտնում Արցախի հայերին, մեղադրելով Բայդենին, որի պաշտոնավարման շրջանում Ղարաբաղը դատարկվեց։ Որ Միացյալ Նահանգները առաջնահերթություն չեն տալիս
բնականաբար այս տարածաշրջան եւ պատկերացրեք Միացյալ Նահանգների գլոբալ արտաքին քաղաքական խնդիրների մեջ են հիմա ներքաշված եւ որքան ոչ կարեւոր է Հարավային Կովկասը, Հարավային Կովկասի կոնֆլիկտները Միացյալ Նահանգների համար, բայց միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների համար Հարավային Կովկասը կարևոր է, որովհետև Հարավային Կովկասի հարևաններն են իր ռազմավարական դաշնակից Թուրքիան, իր հիմնական հակառակորդ Իրանը, իր հիմնական մրցակից Ռուսաստանի Դաշնությունը, այսինքն հիմա մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգներին հարաբերական անդոր է կարծում եմ անհրաժեշտ, որպեսզի թե ԱՄՆ-Իրան, թե ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները այս հնարավոր ռազմական էսկալացիայի արդյունքում չտուժեն։ Դոնալդ Թրամփը նաև խոստանում էր, որ երբ դառնա նախագահ կվերականգնի խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Խաղաղության պայմանագիրը հիմա պատրաստ է, բայց Բաքուն ստորագրման նախապայմաններ է դնում՝ լուծարել Մինսկի խումբն ու փոխել սահմանադրությունը։ Փորձագետը հիշեցնում է, որ ի տարբերություն նախագահ Բայդենի ջանքերի, երբ պետքարտուղարն անձամբ էր համակարգում հայ-ադրբեջանական բանակցությունները, Սպիտակ տան նոր վարչակազմը ակտիվ չէ։ Եթե Թրամփը ցանկանար, ապա կարծում եմ, որ հաշվի առնելով այն, որ կողմերը պնդում են, որ պայմանագրի խաղաղության պայմանագրի 90%-ը պատրաստ է, Թրամփը կարող է այստեղ ներգրավվածություն ունենալ եւ ինչ-որ բաներ անել, բայց իմ կարծիքով Վաշինգտոնում դեռևս չեն կողմնորոշվում ինչ անել։ Մինչ այդ Իլհամ Ալիևը ավելացնում է պահանջները Երևանից, այս անգամ ապահովել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Այս անհանգստությունների ֆոնին Հայաստանի նկատմամբ ադրբեջանական պահանջները նորանոր շեշտադրումներ են ստանում, Իլհամ Ալիևը կոնկրետություն է պահանջել, երբ եւ ինչ պայմաններով են արևմտյան ադրբեջանցիները կարողանալու վերադառնալ իրենց նախնիների հայրենիք։ Այս հարցով հենց Երևանում քննարկում է ակնկալում ադրբեջանցիների հետ։ Արտգործնախարարությունից այսօր արձագանք եղավ, բայց նախկինում էլ նմանատիպ հայտարարություններ եղել են, նույնանման պատասխան հնչել է։ Հիմա այս մեկն ինչքանով կարող է առնել ադրբեջանական աճող պահանջների դեմը։ Պաշտոնական Երևանը հակադարձում է Իլհամ Ալիևին, պնդելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում արևմտյան Ադրբեջան չկա։ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են։ Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը Armenpress-ի խնդրանքով այսպես է արձագանքել Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությանը։ Իլհամ Ալիևը սակայն բացի հայկական կողմի համար անընդունելի արևմտյան Ադրբեջան տերմինը կիրառելուց նաև հերթական անգամ Փաշինյանի կառավարությունից պահանջել էր հստակեցնել, երբ եւ ինչ պայմաններով են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր, վերադարձից հետո էլ ինչպես է ապահովելու նրանց անվտանգությունը։ Այս հարցը չի հեռացվի Ադրբեջանի օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ վերադարձը չի իրականացվել։ Երեք շեշտում էր Ալիևը, արևմտյան Ադրբեջան ասելով Բաքուն նկատի ունի Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը, որտեղ պաշտոնական Բաքվի հաշվարկներով ավելի քան 300 քաղաքներում եւ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, իսկ ավելի քան 170 գյուղերում միայն ադրբեջանցիներ են բնակվել մինչև հակամարտությունը։ Չնայած Հայաստանի նկատմամբ ակնհայտ տարածքային հավակնություններին, իր հարցազրույցներից մեկում վարչապետ Փաշինյանն անդրադառնալով ընդամենը մի քանի տարի առաջ շրջանառության մեջ դրված այդ թեզին, նույն հարթության վրա էր դիտարկել արևմտյան Հայաստանն ու Բաքվի առաջ քաշած արևմտյան Ադրբեջանը։ Հիմա մենք ինչքան նեղվում ենք եւ շատ ծանր ենք տանում եւ խնդրեմ ենք համարում, որ ինչ որտեղ ինչ որ մարդիկ օգտագործում են արևմտյան Ադրբեջան տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք արևմտյան Հայաստան, չենք մտածում, որ ինչ որ մարդկանց դա գրգռում է։ Ոնց որ մենք ասում են արևմտյան Ադրբեջան մեզ է գրգռում, հենց էլ ոնց որ ասում ենք արևմտյան Հայաստան ուրիշներին է գրգռում։ Իսկ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը Բաքվի այդ թեզը քաղաքական հռետորաբանություն էր որակել, պահանջներն էլ կապել Արցախի հարցի հետ։ Մենք խոսում էինք Արցախի մասին, իրանք խոսում են արևմտյան մասին։ Մենք խոսում ենք գործընկերները, հա, միջազգային, խոսում են Արցախ վերադառնալու մասին, իրանք խոսում են դառնալու մասին։ Ուրիշ բանի մասին խոսենք, իրանք նույն բանը հայլային ասելու են եւ բան են անելու։ Ես առաջարկում եմ մենք հայկական շահի, հայկական օրակարգի ուղղությամբ գնանք, այսինքն մենք հասկանանք մենք հայերով ինչ ենք ուզում անենք,
այդ ասենք։ Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո արցախցիների վերադարձի մասին հրաժարվում է խոսել, պնդելով, որ առավել կարևոր է Հայաստանի անվտանգությունն ապահովելը, եւ մինչ Երևանը Բաքվի հետ բանակցում է Հայաստանին խաղաղություն խոստացող համաձայնագիրը ստորագրելու շուրջ, Ալիևի վարչակազմը հայտարարել է, որոշել է մահմեդական ներկայացուցչություն հիմնել այսպես կոչված Երևանի մասնաճյուղ Ղազիաթ։ Ադրբեջանական ապագործակալության փոխանցմամբ Կովկասի մահմեդականների վարչությունը որոշումը հրապարակել է հատուկ գումարված նիստի ընթացքում Շեյխուլ Իսլամ Ալաշաքյուր Փաշազադեի, ինչպես նաև ադրբեջանցի պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս նախաձեռնությանը Երևանից դեռևս չեն արձագանքել, բայց Բաքվում այն առնվազն հարցեր է առաջացրել։ Ադրբեջանցի քաղաքագետ Շահին Հաջիևը Ազատության ադրբեջանական ծառայության հետ զրույցում տարակուսանք է հայտնել, ինչու հիմա եւ ինչու մի վայրում, որտեղ ադրբեջանցի չի բնակվում։ Yəni indiki şərtlərimizi qəbul edin, çünki bunu eləməsəz daha da Տրամաբանական է Կովկասի մահմեդական կազմակերպության Ղազիաթ ունենալ այն վայրերում, որտեղ ապրում են ադրբեջանցիներ։ Հարց է ծագում, թե ինչու է ներկայացուցիչ նշանակվում միտեղ, որտեղ մենք չունենք ադրբեջանցիներ, եւ այս հարցին պետք է պատասխանեն այն մարդիկ, ովքեր հանդես են գալիս նման նախաձեռնությամբ։ Əgər Երևան Ղազիսի Նախաձեռնության հեղինակներն այդ հարցին ուղիղ չեն պատասխանել։ Կովկասի մահմեդականների վարչությունը միայն հայտարարել է մեջբերում նման մասնաճյուղ գոյություն է ունեցել ցարական Ռուսաստանի տարիներին համակարգելու Երևանի նահանգում բնակվող մահմեդականների հոգևոր կյանքը։ Կովկասի մահմեդականների վարչությունը Ադրբեջանից բացի ներկայություն ունի միայն մեծաթիվ ադրբեջանական համայնք ունեցող Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Սերժ Սարգսյանը չի բացառում, որ Փաշինյանի թիմակիցները կմիանան իմպիչմենթի գործընթացին։ Ընդդիմադիր ամենամեծ Հայաստան խմբակցությունը կասկածներ ունի, որ այս պահին կհաջողեն։ Եթե դու գնում ես մի բանի, չես տեսնում ռիսկերը, դատապարտված ես լինելու, չիրականացնելու քո ծրագիրը։ Եվրաինտեգրում առանց Փաշինյանի կառավարության, Եվրամիությանն անդամակցելուն կողմ ուժից դժգոհ են պաշտոնյաների հայտարարությունից, թե օրակարգում ԵՏՄ-ից դուրս գալու հարց չկա։ Իրենք սառեցնում են ԵՄ մտնել։ Երկրորդ օրն է դրոնները գրոհում են Մոսկվայի վրա, օդանավակայանները փակվել են։ Եվրոպամետներն են հիասթափված 24 ժամում Փաշինյանի իշխանության երկրորդ պաշտոնյան իրենց սպասումների վրա սառը ջուր լցրեց։ Այսօր էկոնոմիկայի նախարարն ասաց, ԵՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունեն, արտգործնախարարն էլ ռուսաստանցի գործընկերոջ Լավրովի ներկայությամբ 3 հայտարարեց։ Եվրոպական միությանը անդամակցության հայտ չեն ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարում։ Հակասություններով հանդերձ հայ-ռուսական հարաբերությունները վերջին շրջանում ջերմացման միտումներ ունեն։ Բարձրաստիճանների այցերն են հաճախակեացել, 3 նաև պաշտոնապես հայտարարվեց դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ վերանայելու հարց Հայաստանի օրակարգում չկա։ Հայաստանի եվրոպական ձգտումների մասին բարձրաձայնող իշխող ուժից էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում է. Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ կառավարությունը այդ միությունից դուրս գալու օրակարգ չունի։ Ես ուզում ձեզ ասել, որ կրկնում մենք հիմա այս պահին գտնվում ենք բոլորովին այլ տնտեսական միության մեջ, այս Հայաստանի Հանրապետությունը հայտ չի ներկայացրել։ Եվ այլ օրակարգ այսօրվա ես կոնե որպես կառավարության անդամ չգիտեմ, չկա, Խորհրդարան իշխող մեծամասնությունը մոտ 2 ամիս առաջ ընդունեց կառավարության հավանությանն արժանացած Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որը որպես քաղաքացիական նախաձեռնություն հեղինակել եւ ներկայացրել էր արևմտամետ ուժերից բաղկացած Եվրաքվեն։ Շաբաթներ առաջ փոխարտգործնախարարն Ազատությանն ասել էր, որ օրենքն ընդունելուց հետո կառավարությունը ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի արել։ Արդեն 3 արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ռուսաստանցի իր պաշտոնակցի
փորձի հետ համատեղ ասուլիսին հայտնեց։ Բացի այն, որ Հայաստանը անդամակցության հայտ չի ներկայացրել, նաև այդ ուղղությամբ բանակցություններ չի վարում։ Եվրաքվեից Տիգրան Խզմալյանը չի թաքցնում, կասկածներ ունեցել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս դեպքում էլ որոշում կայացնելու փոխարեն կընտրի գործընթացը սառեցնելու ճանապարհը։ Իրենք գերադասում են սառեցնել, այսինքն իրենք սառեցրեցին հապկից դուրս գալը եւ իրենք սառեցնում են ԵՄ մտնելը։ Այսպիսի սառեցված վիճակ այս ամառային շոկերին։ Այս օրենքի ընդունումից հետո մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որոնք իրենք են պատկերացնում եւ որը մենք ենք պատկերացնում եւ մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք։ Ամիսներ առաջ կառավարությունում նախագիծը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե Հայաստանը պետք է անդամակցության հարցը քննարկի Եվրամիության հետ։ Մինչ օրս այդպիսի քննարկումների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել։ Ավելին, Եվրամիությունից որևէ ազդակ չկա, որ Հայաստանին այնտեղ սպասում են։ ՔՊԱ-ական նախարար Գևորգ Պապոյանին այսօր հարցրինք, վարչապետի նշած ճանապարհային քարտեզը մշակելու ուղղությամբ Եվրամիության հետ կան քննարկումներ։ Պապոյանը առաջարկեց հարցը մի կողմ թողնել։ Փոխարենը ներկայացրեց, թե իր ղեկավարած գերատեսչությունը օրենսդրական ինչ փոփոխություններ է կատարում սպառողների շահերի պաշտպանության, Հայաստանի մրցունակության բարձրացման ուղղությամբ։ Եթե դա իհարկե կօգնի այդ ճանապարհին, վստահաբար կօգնի, բնականաբար ավելի լավ, բայց մեր օրակարգը հետևյալն է, առաջին հերթին մեր երկրում ամեն ինչ լավագույն ստանդարտներին համապատասխանեցնել է։ Հիմա պարոն Պապոյան, Հայաստանի հեռահար նպատակը ԵՄ անդամ դառնալն է, թե ոչ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ամենահիմնական նպատակը բնականաբար 29743 կիլոմետրով միջազգայինորեն ճանաչված սահմաններով խաղաղության պայմանագրի կնքումն է։ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահը ուղիղ կապ է տեսնում ԵՄ անդամակցության վերաբերյալ հայ պաշտոնյաների հայտարարությունների եւ դրան նախորդած վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի միջև։ Փաշինյանը ստացավ Պուտինից համաձայնություն 2026 թվականին խոչընդոտներ համենայն դեպս չստեղծվեն իր վերընտրության համար։ Խզմալյանը համաձայն չէ որոշ իշխանականների այն պնդումների հետ, թե Կրեմլից նախընտրում են, որ Հայաստանում իշխանություն փոխվի եւ երկրի ղեկավարումն անցնի օրինակ Ռոբերտ Քոչարյանին։ Պուտինին պետք չեն դաշնակիցներ, նրան պետք են ստրուկներ, նրան պետք է ծառա։ Ասենք մարդը, որին նա ընկեր է համարում, անհարմար է նրան, որովհետև նա կսկսի Լուկաշենկոյի պես պանջ ներդնել, բայց դա կլինի ինչ-որ դիսկոմֆորտ Պուտինի համար։ Փաշինյանին կարելի է ամեն ինչում շարունակել մեղադրել, ստորացնել, նվաստացնել եւ շարունակել ասել հայերը իրենք են մեղավոր, բայց իրենք են ընտրել դա։ Քանի որ Փաշինյանը կատարում է այդ լուր համաձայնությունը, նա ավելի հարմար է, քան Ռոբերտ Քոչարյանը։ Տիգրան Խզմալյանը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած կառավարությունը եվրոպական ձգտումներ ունեն։ Հիմնավորում է հենց դրա համար են իրենց իսկ ընդունած օրենքին հակառակ գործում։ Ասում է, դրա պատասխանը քաղաքացիական պայմանագիրը կստանա 1 տարի անց հերթական ընտրություններին։ Հիմա իրենք համարեցին, վերլուծեցին եւ որոշեցին, որ ավելի կարեւոր է վերընտրվել 26 թվականին։ Մենք հասկացանք, որ նրանք մեզ այլևս չեն լսելու եւ եվրոինտեգրումը պետք է գնա առանց այս կառավարությանը։ Հայ-ռուսական լարվածության համար լրացուցիչ պատճառ դարձած ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո Մոսկվայից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են. Երևանը պետք է ընտրի կամ ԵԱՏՄ-ն կամ ԵՄ-ն։ Միջազգային հանրապետական ինստիտուտի անցած տարի անցկացված հարցման տվյալներով, եթե Եվրամիությանը անդամակցելու հանրաքվե լիներ, 58%-ը կողմ կքվեարկեր։ Վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործը հաջողությամբ ավարտելու համար պետք է ապահովել ժողովրդական մեծ ճնշում եւ իշխանական 18 պատգամավորի քվեով կարող է երաշխավորել, որ հիմա երկուսն էլ հավանական է։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին է արձագանքում խորհրդանում մեծությամբ երկրորդ ուժի Հայաստան խմբակցության պատգամավոր Արմենուհի Գյուրեղյանը Սերժ Սարգսյանը կողմ է, որ ընդդիմությունը հիմա էլ սկսի Նիկոլ Փաշինյանին խորհրդանով հեռացնելու գործընթացը։ Նրա կարծիքով նախաձեռնությանը կարող են հաջորդել զարգացումներ, որ չէին էլ սպասում, պատմության մեջ դեպքեր եղել են, մինչ պաշտոնաթող նախագահը չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն էլ իրենց կմիանան
ազգային ժողովի ընդդիմադիր ամենամեծ ուժից կասկածում են։ Այո, մենք չենք բացառում իմպիչմենտի գործընթացը եւ ոչ միայն չենք բացառում, շատ կարեւորում ենք իմպիչմենտի գործընթացը, այդ գործիքը սահմանադրորեն տրված մեզ։ Մենք կարեւորում ենք գործիքից օգտվելու ճիշտ տեղն ու ժամանակն ու հաշվարկը ունենալ, որովհետեւ այդ գործիքը ես բազմիցս ասել եմ եւ մենք բոլորս բազմիցս ասել ենք, որ իմպիչմենտը դա մի գործիք է, որի կիրառման համար հստակ տրված է 72 ժամ։ Այսինքն երբ որ մտավ այդ ստորագրությունները մտան ազգային ժողով եւ սկսվեց գործընթացը, հա, ունենք ընդամենը 72 ժամ դրական արդյունքի հասնելու, իսկ իմպիչմենտի գործիքի օգտագործման միակ անկրկնելի նպատակը պետք է լինի օրվա իշխանությունների ղեկավարին, վարչապետին հեռացնել պաշտոնից։ Այսինքն այդ 72 ժամը, եթե դու սխալ օգտագործեցիր, գործիք սխալ պահի օգտագործեցիր, սկսեցիր օգտագործել եւ 72 ժամում չհասար արդյունքի, մենք ունենալու ենք լուրջ երկու բացասական հետևանք։ Նախ, օրվա իշխանություններին գործող մենք հնարավորություն ենք տալիս եւս 6 ամիս անխափան աշխատելու որևէ նման գործիքի օգտագործման միտում չունենալու ակնկալիքով եւ երկրորդը, որ ես շատ կարեւորում եմ, նաեւ դրանով մենք բացասական արդյունքով նաեւ հանրության վստահությունը այդ գործիքի նկատմամբ էապես կկորցնենք եւ դեռ ավելին հանրության վստահությունը փողոցային ճնշումով այս իշխանություններին հեռացնելու հավատը կկորցնենք։ Իսկ դրանք շատ կարեւոր բաներ են եւ եթե դու գնում ես մի բանի եւ արդյունքում չես տեսնում ռիսկերը, ինչ ռիսկեր են եւ արդյոք այդ ռիսկերը կարող են հաղթահարելի լինել թե ոչ, դու դատապարտված ես լինելու չիրականացնելու քո ծրագիրը։ Քննչական կոմիտեն հաղորդել է, որ 5 տարի անց ձերբակալվել է Կառավարության եւ Ազգային ժողովի շենքում 2020 թվականի նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգությունների մասնակից 9 անձ։ Ըստ իրավապահների նրանց ինքնությունը նոր է պարզվել, նրանց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանք է ներկայացվել, նաեւ միջնորդություններ դատարան նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Պետական եկամուտների կոմիտեն հարկային տերորով եւ շանտաժով չի զբաղվում։ Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, արձագանքելով իր ղեկավարած կառույցի հանդեպ տարատեսակ մեղադրանքներին։ Պաշտոնյան հարկատուներին ընտանիքի անդամներ է անվանել, խոսել հարկ վճարելու կարևորության մասին։ Պետ նախագահը այս խոսքերի կողքին փոքր բիզնեսի ահազանգերն են։ Պետ նախագահի այս խոսքերի կողքին փոքր բիզնեսի ահազանգերն են։ Շրջանառության հարկի կրկնակի ավելացումը ծանր դրության մեջ է դրել իրենց, գուցե ստիպված լինեն փակվել։ Հարկային մարմնի ղեկավարը մինչդեռ հենց բիզնեսներին էր մեղադրում, որ հայտարարում ստվերից դուրս գալ չեն ցանկանում։ Օրենսդրության պահանջ կա, որ պետք է իրենք իրենց մնացորդները գույքագրեն 2025 թվականի սկզբի դրությամբ եւ ավելին նաեւ հնարավորություն ենք տվել աջակցության ծրագրից օգտվելու, բայց արզվում է մարդիկ թաքցնելու շատ բան ունեն։ Այսինքն իրենց մեջ շատ քիչ են կամավորները, ովքեր ուզում են այդ գույքագրումը իրականացնեն, որտեղ ժամանակին տարբեր ճանապարհներով են ենթադրաբար ձեռք բերել են ապրանքները, որոնք որ պետք է իրացնեն։ Հիմա այստեղ երկկողմանի աշխատանքի կարիք կա։ Մենք ամեն ինչ անում ենք, որ օգնենք, ձևաչափերը մշակել ենք, գրել ենք մանրամասն, բոլորի էջերին ծանոթությունները ուղարկել ենք, անհատական աշխատանքներ ենք փորձում տանել, բողոքներին պատասխանել, բայց երբ որ նայում ենք, օրինակ ասենք մեր ՓՄՁ ոլորտի հարկվճարողներին, իրենք պատրաստակամ չեն փոխվել, ստվերից դուրս գալ կամ չթաքցնել պետությունից։ Դրա համար հորդորս են կլինի, որ մենք երկուսս էլ իր հետ աշխատենք եւ մոտեցնենք մեր հարաբերությունները, որը հաստատ ի օգուտ բոլորիս է։ Միջազգային գլխավոր թեմային ռուս-ուկրաինական հակամարտությանն անդրադառնանք, Մոսկվայի եւ Կիևի միջև բանակցությունների հաջորդ փուլի անցկացման տեղն ու օրը հստակ չէ, այս պայմաններում եվրոպացի լիդերները հրադադարի հեռանկարն անորոշ են համարում, իսկ Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ երկրի զինված ուժերը զբաղված են Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտու ստեղծմամբ։
So Vladimir, thank you very much. Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդների հետ զրույցում առաջին անգամ խոստովանել է. Ռուսաստանի նախագահը չի ցանկանում հրադադար հաստատել Ուկրաինայում, քանզի կարծում է, որ կհաղթի, գրում է ամերիկյան Wall Street Journal-ը հողոմանելով իր աղբյուրներին, բայց ըստ հեղինակավոր պարբերականի նույնիսկ այսքանից հետո Թրամփը չի մեծացնում Ռուսաստանի վրա ճնշումը։ Նա նաև չի համաձայնել եվրոպացի ղեկավարների պնդմանը, որ Վատիկանում ռուս-ուկրաինական հնարավոր բանակցությունների արդյունքները պետք է լինի անվերապահ հրադադարը, ասելով, որ իրեն դուր չի գալիս այդ եզրույթը։ Կրեմլի խոսնակն ասել է, որ չգիտեն, թե ինչ է Թրամփն ասել եվրոպացի առաջնորդներին, իսկ Wall Street Journal-ի հրապարակումը հակասում է Մոսկվայի ունեցած տեղեկություններին։ Մենք գիտենք, թե ինչ է Թրամփն ասել Պուտինին։ Մենք չգիտենք, թե ինչ է Թրամփն ասել եվրոպացիներին այդ հեռախոսազրույցից հետո։ Գիտենք նախագահ Թրամփի պաշտոնական հայտարարության մասին։ Այնինչ գիտենք, հակասում է ձեր նշած հոդվածում գրվածին։ Անդրադառնալով 1000-ի դիմաց սկզբունքով ռազմագերիների փոխանակմանը, ինչի մասին կողմերը պայմանավորվել էին Ստամբուլում, Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան իր ցուցակը ներկայացրել է Կիևին, սակայն դեռ չի ստացել ուկրաինական կողմինը։ Կրեմլի խոսնակը նաև նշել է, հաջորդ բանակցությունների տեղի ու վայրի մասին դեռ որոշում չկա։ Կիևից էլ ասել են, որ մեկ օրում այդքան ռազմագերու փոխանակումը կազմակերպելը տեխնիկապես դժվար է եւ այն կիրականացվի փուլերով, տարբեր օրերի։ Ու մինչ ռուսական կողմը չի շտապում հստակեցնել բանակցությունների հաջորդ փուլի վայրն ու ժամկետը, Գերմանիայի կանցլերը խոսելով դրանք Վատիկանում անցկացնելու հնարավորության մասին հույս է հայտնել, որ կողմերը կառուցողական քննարկում կունենան։ Ֆրիդրիխ Մերցը միաժամանակ շեշտել է, այս պահին ոչինչ չի վկայում, որ Պուտինի սանձազերծած պատերազմը շուտով կավարտվի։ Այս պահին չկա որևէ նշան, որ այս պատերազմը արագ կավարտվի։ Մենք փորձում ենք հնարավոր ամեն ինչի հասնել դիվանագիտական ճանապարհով։ Ռուսական կողմի խաղաղություն հաստատելու պատրաստակամությանը չի հավատում նաև Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում դարձյալ նշել է, որ պետք է մեծացվի Ռուսաստանի վրա ճնշումը տնտեսական, քաղաքական, ռազմական եւ բոլոր հնարավոր ոլորտներում, որպեսզի համաձայնի հրադադարին։ На жаль, росіяни не дають сигналів щодо припинення вогню. Ցավոք ռուսները հրադադարի մասին ազդակներ չեն ուղարկում եւ դեռ պատրաստ չեն պատերազմը դադարեցնելուն։ Այնպես որ միանգամայն անհրաժեշտ են ճնշման բոլոր ձևերը, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով գործընկերների հետ տարվող ամբողջ աշխատանքը։ Պատժամիջոցների հնարավորությանը Սենատում անցկացված լսումներին անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Մարկո Ռուբիոն կրկնել է Թրամփի հայտարարությունը, թե Վաշինգտոնն այդ քայլին կդիմի անհրաժեշտության դեպքում միայն։ Պետքարտուղարը մի քանի անգամ խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք Պուտինը ռազմական հանցագործ է։ Միայն ասել է, որ Ուկրաինայում ռազմական հանցագործություններ են կատարվել, որոնց մեղավորները պետք է պատասխան տան։ Բայց մեր նպատակն այժմ այս պատերազմը դադարեցնելն է, քանզի մինչ այս պատերազմը շարունակվում է, ամեն օր մարդիկ են սպանվում, մարդկային ճակատագրեր են խեղվում, անկեղծ ասած ավելի շատ պատերազմական հանցագործություններ են կատարվում։ Մինչ Միացյալ Նահանգները հապաղում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում, Եվրոպական խորհրդարանն այսօր քվեարկել է Ռուսաստանից եւ Բելարուսից ներմուծվող պարարտանյութերի եւ գյուղատնտեսական որոշ ապրանքների համար բարձր մաքսատուրք սահմանելու օգտին։ Նպատակն է կանխել Եվրոպական միության պարենային անվտանգությանը սպառնացող հնարավոր վտանգը եւ սահմանափակել պատերազմի ֆինանսավորումը։ Փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։ Իսկ ռազմական գործողություններն այս ընթացքում չեն դադարում։ Ռուսական զինուժն անօդաչուներով հարվածել է ուկրաինական մի քանի բնակավայրի, այդ թվում Կիևին։ Խարկովին հարվածել են հրթիռով կամ 1 զոհ, մի քանի վիրավոր, 2 մարդ էլ սպանվել է Դոնեցկում։ Ուկրաինական զինուժն արդեն երկրորդ օրն է անօդաչուներով ինտենսիվ հարձակումներ է նախաձեռնում ռուսական բնակավայրերի, այդ թվում Մոսկվայի եւ Մեծ Մոսկվայի ուղղությամբ։ Մեկ օրում միայն Մոսկվայի ուղղությամբ ընթացող ավելի քան 40 անօդաչու է խոցվել։ Գիշերը մի քանի անգամ փակվել են Մոսկվայի բոլոր օդանավակայանները։ Ռուսական կողմը հաղորդել է, որ Դոնեցկում եւս 1 բնակավայր է վերցրել։ Եվ թողարկման ավարտին Հայաստանի անտառները դարձան Կարմիր գրքի կենդանիների նոր տուն։ Այսօր Դեբետի անտառներում ազատություն ստացան 9 կովկասյան ազնվածեղ եղջերուներ։ Բնության համաշխարհային հիմնադրամը նախորդ 3 տարիներին արդեն 22 եղջերու է բաց թողել Հայաստանի տարբեր անտառներում։ Մասնագետների հաշվարկներով նրանք շուտով առաջին ձագուկները կունենան։ Բոլոր եղջերուները կրում են ռադիովսկապ, որի օգնությամբ մասնագետները հետևում են նրանց տեղաշարժին ու վարքին։
սազը մեր գարեքի հետ։ Նկարում եմ ինչ սազը նկարով եք։ Давай, արի։ Ոյազի։ Գնա։ Նրանք են։ Կային մի հատ կա։ Դե երեք։ Գնա։ Ջորդան մի մոտեցեք շատ։ Ինչ է կարծում, անվտանգ է այստեղ իրանց համար։ Այո, անվտանգ, ապահով։ Հա։ Ո՞րն է երաշխիքը։ Երաշխիքը որ անվտանգ է։ Որսագողերը բա։ Որսագողերը, քանի որ չկա նման բան գոյություն, երկու բարեկայինը տեղում է, աշխատում են բոլոր։ Ինչու հենց եղջերու, ինչու եք հենց եղջերու։ Եղջերու, որովհետև նախկինում Հայաստանում իրանք եղել են, հենց այս տարածքներում, բայց որսագողության եւ այլ պատճառների հետևանքով Հայաստանում վերացավ այս տեսակը, դա համար մենք նախարարության հետ միասին որոշեցինք այս տեսակը վերականգնել։ Այսինքն առհասարակ եղջերուներ հիմա կային կղտարներ կամ այծամներ փոքր, իսկ եղջերուն հիմնականում վերացել էր։ Չէ, մի բանա։ Հնաց չեն տա։ Всё, դե գնաց, Կարեն ջան, կողքի թող դե գնաց, Կարեն։ Լավ, հա, արի։ Գնա, շուտ արա, գնա։ Всё, բրավո։ Այսօրվա համար այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը թարմացվում է ազատություն.am կայքում։ Սոցցանցերում գտեք մեզ YouTube-ով դիտեք և կաբելային ալիքներով։ Հաջողություն։